Ողջույն հարգելներ, կարում ենք այսպիսի սխեմա, այս սխեման կարող է լինել միացման կարատեսակներից որպես ներկար եւ կարող է լինել եզրային կարատեսակներից շրջակար առանց կանթիկի։ Շրջակար ասելով մենք հասկանում ենք, որ մեր հիմնական կտորը, սա կարող է լինել օրինակ հիմնական կտոր, մշակված է շրջակ կտորով, այսինքն առանձին մշակման կտորով, դա կարող է լինել ցանկացած եզր, կիսաշրջազգեստի գոտու հատվածը, տաբատի գոտու հատվածը, կողային ինչ-որ մի դետալ, որտեղ կարող է լինել կանթիկով եւ առանց կանթիկի։ Այստեղ վրասկոլ, այսինքն ուղիղ մեջտեղով է առանց կանթիկի։ Փորձանմուշը կարելու համար մեզ անհրաժեշտ է երկու կտոր, որոնք երեսային կողմերով դրվում են իրար վրա, եզրերը հավասարացնում ենք եւ կարում ենք ներկար։ Միացման ներկարով դետալները միացնելուց հետո շրջում ենք շիտակ կողմ եւ ծալում ենք կարը ուղիղ մեջտեղով, այնպես որպեսզի երկու կողմից էլ կանթիկ չունենանք։ Պետք է լինի դետալները ուղիղ մեջտեղով։ Նման կարատեսակը դժվար է հարթուկել միանգամից այսպես, որտեղ դժվար է ուղղել, եթե դա մեծ դետալ է, դրա համար խորհուրդ է տրվում բլանտել, նոր հետո հարթուկել։ Բլանտը կարող է լինել հեռվից կամ բլանտը կարող է լինել այնպես, որ դուք հետո քաշեք անեք եւ չմնա հարթուկի տակ, որովհետեւ երբեմն բլանտի տեղերը նայած կտորի վրա երևում է։ Հարթուկման process-ը կատարվում է հետևյալ հաջորդականությամբ։ Սկզբից հարթուկվում է մեր կարաբաժինը մի կողմի վրա, այնուհետև նոր վրասկոլ, այսինքն ուղիղ մեջտեղով։ Այս կարատեսակը պատկանում է եզրային կարատեսակի խմբին, որովհետև այստեղ ամբողջ կարատեսակի տեսքը վերջնական պետք է լինի հենց այսպես, ինչպես որ կա եզրով։ Իսկ միացման ներկարը, դա երբ որ կողքի կարերն է եւ այլ, այսինքն այստեղ ընդհանրապես ներկար է, շատ նման են իրար կարատեսակները, դրա համար բացատրում եմ, որ նույն սխեման կարող եք հանդիպել նաեւ այլ խմբի մեջ, միացման կարատեսակների խմբի մեջ։